Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 21 ապրիլի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում ստեղծվել է ժամանակակից ներառական և միջազգային չափանիշներին համապատասխան երիտասարդական կենտրոն, այն երիտասարդներին աջակցելու է զարգանալ, արտահայտվել և սեփական նախաձեռնությունները կյանքի կոչել։ Չարենցավան համայնքի 13-ից 35 տարեկան շուրջ 1000 երիտասարդի կընդունի Ալափարց բնակավայրում բացված ալտերնատիվ երիտասարդական կենտրոնը, այն երկրորդն է Կոտայքի մարզում և 4-րդը Հայաստանում։ Ոչ ֆորմալ կրթության, ինտելեկտուալ ժամանցի, երիտասարդական կարիքահեն այլ ծառայություններ մատուցող կենտրոնի երկամսյա փորձարարական աշխատանքը տվել է գոհացուցիչ արդյունքներ։ Զարմանս բոլորիս ավելի քան 600 մասնակցություն ենք ունեցել այս ընթացքում, այն պարագայում, երբ որ կենտրոնը հիմնական գրաֆիկով չէր աշխատում։ Նման կենտրոնները առհասարակ համայնքներում մեծ փոփոխություններ են բերում, փոխում են երիտասարդների պատկերացումները իրենց մասին առաջինը, հասկանում են երիտասարդները, որ կարևոր են, լսված է իրենց ձայնը եւ իրենց հետաքրքրությունները բավարարող կառույցներ կան։ Ես շատ ուրախացա, որ մեր գյուղում sense տեղ է բացվել։ Միանգամից ասի ես էլ եմ գալի, մասնակցում եմ ամեն ինչին, որ այդտեղ կազմակերպում են թե սեմինարներ, թե խաղեր, թե ֆիլմեր, ես շատ շփում ունեմ, շատ ընկերներ եմ ձեռք բերել։ Այս կենտրոնի գործարկմամբ երիտասարդները շահառուից դառնում են նաև բովանդակություն ստեղծողներ, իրականացնելով մի շարք նախաձեռնություններ։ Կենտրոնի գործունեության շրջանակում որոշ երիտասարդներ արդեն հասցրել են դրամաշնորհներ ստանալ և ծառայություններ մատուցել։ Ես ենթադրամաշնորհ եմ ստացել դրա դիմաց խաղաղության և բովանդակության թեմայով, արել եմ մի փոքր դասընթաց և գրքեր եմ նվիրել քաղաք Չարենցավանի գրադարանին, որով նպաստել եմ, որպեսզի ավելի շատ գրքեր կարդան երիտասարդները։ Երիտասարդները հետաքրքրված են, ձգտումներ ունեն, ուզում են լեզուներ սովորեն, ուզում են իրենց կյանքը փոխել դեպի լավը։ Եվ մենք նաև նպատակ ունենք համագործակցելու համայնքի դպրոցի, երաժշտական դպրոցի հետ ենք համագործակցում, այսինքն փորձում ենք արդեն իսկ տարբեր կառույցներ հաճախող երիտասարդներին բերենք նաև մեր կենտրոն եւ լրացնենք այն բացը, որը չի լրացվում դպրոցում կամ քոլեջում։ Շուրջ 1000 քառակուսի մետր տարածքով կենտրոնը հարմարավետ միջավայր է կրթական, համայնքային եւ միջազգային ծրագրերի իրականացման համար։ Այն համատեղում է երիտասարդական աշխատանքի, կրթության և հյուրընկալության բաղադրիչները, մինչև 36 երիտասարդի հնարավորություն տալով միաժամանակ օգտվելու գիշերակացի և սննդի ծառայություններից, մասնակցելու վերապատրաստումների, ճամբարների և տարբեր միջոցառումների։ UNICEF-ն աջակցել է Հայաստանում երիտասարդական քաղաքականության մասին նոր օրենքի մշակմանը, օգնում է նաև դրա կիրառման հարցում։ Հիմա տարբեր գործընկերների հետ հիմնում ենք երիտասարդական տներ, կենտրոններ, որ յուրաքանչյուր համայնք ունենա այդ ծառայությունների մոդելը, որպեսզի երիտասարդները զարգանան, հզորանան և բացահայտեն իրենց ներուժը։ Երիտասարդական կենտրոնը հիմնադրել են Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունն ու UNICEF-ը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ գործակցությամբ, Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ և բարերարների աջակցությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Մենք Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է նախընտրական գործընթացները ներկայացնող ծրագիր։ Այն կարևոր է հատկապես առաջին անգամ ընտրող երիտասարդների համար իրենց ընտրությունը գիտակցաբար կատարելու և ապատեղեկատվություններից զերծ մնալու առումով։ Աշխատարանների միջոցով բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունն ընտրական իրավունքի վերաբերյալ, ուժեղացնել դիմադրողականությունն ապատեղեկատվության նկատմամբ և խթանել գիտակցված մասնակցությունը ընտրական գործընթացներին։ Մենք Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի 10 մարզում իրականացնում է «Ռեգիոն» ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց ծրագիրը։ Ծրագիրը արդեն ակտիվ փուլում է, 30 աշխատարաններից իրականացվել է ավելի քան 15, որի միջոցով մարզերի բնակիչները իրազեկվել են ընտրական գործընթացների մասին և իմացել են իրենց իրավունքները։ Ծրագրի շրջանակներում նաև թողարկվել է Telegram bot, որի հիմնական նպատակն է քաղաքացիներին օժանդակել, որպեսզի նրանք ավելի արագ և հեշտ կողմնորոշվեն ընտրական գործընթացներում։ Աշխատարանների թիրախ լսարանը հատկապես առաջին անգամ ընտրող երիտասարդներն են։ Նրանք ծանոթանում են ընտրական իրավունքի սկզբունքներին, ընտրությունների կազմակերպման չափանիշներին, քվեարկության օրվա ընթացակարգերին, սովորում են ստուգել ամենատարբեր աղբյուրներից տարածվող տեղեկությունը։ Այս տարի առաջին անգամ եմ մասնակցելու ընտրություններին և դասընթացին մասնակցելով ես հասկացա, որ
Իմ ձայնը կարևոր է ընտրություններին եւ ծանոթացա ընտրական գործընթացին։ Նաեւ ծրագրի ընթացքում ես հասկացա, թե ինչպես տարբերել ապատեղեկատվությունը իրական նյութերից։ Պես առաջին անգամ ընտրող շատ կարևորում եմ, հատկապես նախընտրական կարծրաշավի ընթացքում, քանի որ պատկերացումները շատ թույլ են ընտրությունների կատարման, անցկացման, դրանց յետասարների մասնակցության հարցում եւ նման իրազեկման արշավները շատ նպաստում են ուսանողների, հատկապես առաջին անգամ ընտրողների հստակ դիրքորոշումը ձևավորելուն։ Կարևորում ենք հիմնականում ավելի կոնկրետ եւ ճիշտ աղբյուրներից օգտվել, որպեսզի մանիպուլյացիաներին եւ կեղծ տեղեկատվություններին չտրվենք։ Ծրագրով պատրաստվել է նաև ուղեցույց, որն ընտրողին կօգնի հասկանալ, պատրաստ է ինքն արդյոք մասնակցել ընտրություններին եւ որքանով է իր ընտրությունը գիտակցված։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի Իլրումն բաժինը։ Մնացեք խաղաղությամբ։ Գեղարքունիքի մարզային գրադարանում մեկնարկեց ազգային գրադարանային շաբաթը։ Գրադարանների բովանդակային եւ գործառութային զարգացումն ու փոփոխությունները ներկայացնող ծրագիրն այս տարի բացվում է հեքիաթով, մանուկ ընթերցողների մասնակցությամբ։ Գրադարանում հյուրընկալել են մանկագիր Երազիկ Գրիգորյանին, գրող գրականագետ Հովիկ Չարխչյանին, Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչներին։ Ազգային գրադարանային շաբաթը Հայաստանի գրադարանների եւ գրադարանային ծառայություններից օգտվող հանրության միջև ակտիվ համագործակցության շաբաթ է, որի ժամանակ գրադարանները տարբեր բնույթի միջոցառումների միջոցով քաղաքացիական հանրությանը եւ իշխանության մարմիններին ներկայացնում են իրենց դերը որպես կրթության, մշակույթի եւ համայնքային կյանքի կարևոր հաստատություններ։ Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում։ Այս տարվա ազգային գրադարանային շաբաթի խորագիրն է, որը ենթադրում է անդրադարձ դպրոցական գրադարանների խնդիրներին, շենքային պայմաններ, մեթոդական աշխատանք, գրաֆոնդի համալրում եւ ընթերցողների ներգրավում, տարբեր նախաձեռնությունների իրականացմանը։ Այս խորագրով մենք կարևորում ենք հատկապես դպրոցական գրադարանների դերը որպես կրթական միջավայրի անբաժանելի մաս, որտեղ ձևավորվում են ոչ միայն ընթերցանության մշակույթը, այլև նորարար մտածողությունը, թվային գրագիտությունը եւ ստեղծագործական մոտեցումը։ Եթե միջև հիմա ընթերցողը պետք է անպայման գար գրադարան, որ կարդար, հիմա թվային դարաշրջանում այլևս գրադարան գալու կարիք էլ չկա։ Եվ դրա համար գրադարանները փոխում են իրենց միջավայրը։ Գրադարանը իր միջավայրը փոխում է, որպեսզի գրադարանը դառնա հանդիպման վայր։ Այսօր մենք եկել ենք մի շատ կարևոր հանդիպման, որի ժամանակ խոսելու ենք հեքիաթների մասին։ Ազգային գրադարանային շաբաթը հետաքրքիր հանդիպումների, ընթերցումների եւ քննարկումների եւս մեկ առիթ է։ Երեխաներին եւ պատանիներին գրքերի աշխարհ բերելու, ժամանակակից գրողին ու գրականությունը ներկայացնելու հերթական քայլը հանդիպումն է հեքիաթ ստեղծողի եւ հեքիաթը գնահատող գրականագետի հետ։ Խոսում են մանկական գրականության առանձնահատկություններից, ընթերցանության եւ գրական ճաշակ ձևավորելու կարեւորությունից։ Փոքրիկ հետաքրքրասերների հարցերը շատ են, հյուրերը համբերատար եւ պատրաստակամ դրանց պատասխանելու։ Երեխաների հետ շփումը շատ կարեւոր է։ Կարող է պատահել անգամ լինի ներկաների մեջ, երեխաների մեջ մեկը, որի համար անգամ ճակատագրական լինի նման հանդիպումը, որովհետև կարող է ազդել իր կյանքում կարևոր որոշումներ կայացնելու վրա, իր հոգեկերտվածքի վրա եւ այլն։ Եվ շատ կարևորում եմ գրադարանի արած աշխատանքը։ Ուղղակի հիացած ենք։ Միշտ խոսելու թեմա կա ոչ միայն գրադարանային խնդիրների շուրջ, կա սերունդների երկխոսության խնդիր, կա ընթերցանության խթանման խնդիր, կա մարդկանց հետ այնպիսի կարևորագույն թեմաներից մեկի շուրջ զրուցել, ինչպես տարբերել լավ գրականությունը վատ գրականությունից։ Մենք այսօր այստեղ հեքիաթով ենք եկել, հեքիաթային թեմաներ պիտի շոշափենք, բայց ես երբեք հեքիաթը չեմ համարել զուտ մանկական ժանր եւ շատ լուրջ եմ վերաբերվում այդ ժանրին, կարծում եմ այսօր մեր խոսակցությունն էլ բավականին լուրջ կլինի այդ իմաստով։ Երբ մեծերն ավարտում են իրենց պաշտոնական ելույթը, բեմը գրավում են փոքրիկները, համայնքի տարբեր նախադպրոցական կրթական հաստատությունների ու մշակութային կրթօջախների սաները, հեքիաթները կենթանացնում են, ցուցադրում իրենց բեմական կարողությունները։ Ամբողջությամբ արդարացվում է միջոցառման
գիրք, հեքիաթ եւ երգ խորագիրը։ Բացիր փակը, փակիր բացը, արա ինձ սրտի ուզածը։ Շնորհակալություն աղջիկ, ես Օֆելիան եմ։ Շնորհակալություն Օֆելիա։ Իսկ դու շատ հեքիաթներ ես կարդացել։ Այո, շատ, բայց դեռ գրադարանում շատ ու շատ գրքեր կա, բայց անպայման պիտի կարդա։ Ազգային գրադարանային շաբաթվա սկիզբը նշանավորվում է նաև գրաֆոնդի համալրմամբ Գեղարքունիքի մարզային, 7 համայնքային և Գեղարքունիք գյուղի դպրոցական գրադարաններն ազգային գրադարանի կողմից նոր գրականություն են ստանում։